Այս օրերին Ադրբեջանը սահմանային գոտում անցկացնում է լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ, որի մեջ ընդգրկված է ավելի քան 10,000 մարդ, ավելի քան 300 զրահամեքենա, մոտ 100 հրթիռային համակարգ, որոնք վերջերս գնվել են Ռուսաստանից, ավելի քան 20 ավիացիոն համակարգ եւ ավելի քան 15 հակաօդային պաշտպանության համակարգ։ Ակնհայտորեն այս խոշորամասշտաբ զորավարժություններով Ադրբեջանն ուզում է ցույց տալ իր մկանները, որպեսզի զիջումներ գործի միջնորդներից։ Միջազգային ասպարեզում գրեթե բոլորի համար տեսանելի է դարձել, թե ինչ աստիճանի է ընկել Հայաստանի վարկը, անձամբ Սերժ Սարգսյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության պատճառով։ Արևմուտքում Սերժ Սարգսյանին այլևս որպես լուրջ քաղաքական գործիչ չեն ճանաչում, որի պատճառով էլ Հայաստանը դադարել է ուշադրության լուրջ կենտրոն դառնալ այդ շրջանակների համար։ Իսկ սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանին լուրջ չեն վերաբերվում նաև Մոսկվայում, սակայն բոլորովին այլ պատճառով։ Այստեղ համարում են, որ Հայաստանն իրենց գրպանում է եւ գլխավոր նպատակ են հռչակել ամեն կերպ Եվրասիական տնտեսական միությանը միացնել Ադրբեջանին։ Մոսկվայի այս պահվածքը լրջորեն մտահոգում է Վաշինգտոնին, եւ հենց դրա պատճառով է, որ ամերիկացիները փորձում են ամեն կերպ սիրաշահել ադրբեջանցիներին, որպեսզի վերջինս չընկնի ռուսների ազդեցության տակ։ Եթե ձևակերպենք մեկ մտքով, ապա կարող ենք արձանագրել հետեւյալը. աշխարհաքաղաքական պայքարը Ռուսաստանի եւ Արևմուտքի մեջ Ադրբեջանի համար։ Վերջին ժամանակներն շատացել են ռուսական գործիչների այցելությունները Բաքու եւ նրանց ռևերանսները առ Ադրբեջան, որին ի պատասխան Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիկն արդեն որրորդ անգամ է, ինչ պահանջում է դուրս բերել հայկական զորքերն առգրավված տարածքներից յուրօրինակ մեսիջ ուղարկելով ադրբեջանցիներին, որ ամերիկացիները ռուսների հետ մրցակցության մեջ ավելի շատ դրական պայմաններ կարող են առաջարկել Բաքվին։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակները լայնորեն քննարկում են այն վարկածը, որ Բաքվի եւ Մոսկվայի միջև ընթանում են գաղտնի բանակցություններ 3 շրջաններն Ադրբեջանի վերադարձնելու համար, որի դիմաց իբր Ադրբեջանն իր համաձայնությունը կտա միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Սակայն նույն շրջանակները նշում են, որ ադրբեջանցիները համաձայն չեն այս պայմաններին եւ պահանջում են ռուսներից վերադարձնել 6 շրջան, բացառությամբ Շուշիի եւ Բերձորի։ Որքանով են հավաստի այս տեղեկությունները դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ միջնորդների մոտ էապես փոխվել է վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրի եւ ընդհանրապես տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Եվ ահա այս պայմաններում Ադրբեջանը որոշում է կայացրել անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ։ Ի պատասխան դրա ռուսական կողմը Հայաստանի 102 ռազմաբազայում անցկացնում է իր զորավարժությունները, իսկ Հայաստանն այս պարագայում լռում է։ Եվ այստեղ է, որ պետք է հռետորական հարցադրում անել. Էլ ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը, որ հայ հասարակության մեջ առաջանա այն գիտակցումը, որ եթե արագ այս իրավիճակը չփոխվի, ապա Հայաստանը կարող է լրջագույն վտանգների առջև կանգնել։